Բարև ձեզ, սա կիբերչատի ոդկասթն է, որտեղ մենք փորձելու ենք խոսել այն մասին, թե ինչպես անվտանգ վարքագիծ դրսևորել թվային հարթակներում, եւ հենց մենք ենք այդ մասին պատմում, որովհետեւ կիբերչատը դա երեխաներին թվային վտանգներից պաշտպանելուն ուղղված հարթակ է, կիբերբուլինգից, կիբերհարձակումներից եւ այլն։ Եվ սկսելու համար Սամվել ջան կներկայացնես որևէ դեպք, որը կօգնի պարզ հասկանալ, թե ինչի մասին ենք մենք այստեղ խոսում։ Պատմեմ, առաջին ասեմ, որ այդ կոնկրետ օրինակը ամենաթարմերից է, որ շատ տարածված է, որպեսզի հենց կարևոր է ինչ-որ մարդիկ իմանան իրազեկվեն։ Երկրորդը ասեմ, որ շատ դեպքեր այնպիսին են, որ ավելի լավ է դրանց չհասնես։ Այս դեպքն էլ է դրանցից, այսինքն ավելի կարևոր է սրանից պաշտպանված լինել կանխարգելիչ իմաստով, քանի որ երբ որ դեպքը կատարվում է, պատահում է, արդեն դժվար է ինչ-որ բան անել։ Ինչի մասին է խոսքը, դա անչափահասներից երեխաներից գողանում են iPhone-ները, ընդ որում թվային կերպով։ Երեխային Telegram-ով, WhatsApp-ով առաջարկում են, օրինակ, Roblox-ի ինչ-որ կոդեր կամ ինչ-որ Robux-ներ ստանալու համար ինչ-որ կոդեր եւ այլն։ Գիտեն, որ երեխաներից շատերը այդտեղ խաղում են, ոգևորվում են, ուրախանում են, բայց դրա դիմաց ասում են, որ պետքա քո iCloud-ի տվյալները տաս, կամ ուրիշ տարբերակով քո հեռախոսի վրա, սա iPhone-ների դեմ է արվում, տեղադրես մեր iCloud-ը, ու բնականաբար հենց որ դա արվում է, ուրեմն զեղծարարները տիրապետում են հեռախոսին, համակարգի մեջ նշում են, որ իբր հեռախոսը գողացած է, եւ հեռախոսը ամբողջությամբ արգելափակվում է, դառնում է քարի կտոր։ Եվ դրանից հետո հանցագործը գումար է ուզում հեռախոսը վերադարձնելու համար։ Ցավոք սրտի գումարը վերատալուց հետո ոչ մի երաշխիք չկա, որ այդ հեռախոսը ձեզ ընդհանրապես կվերադարձնեն։ Երկրորդն էլ վերականգնելը շատ լուրջ խնդիր է, գրեթե անհույս, այսինքն պետք է կապնվել Apple-ի հետ, համոզել, որ այդ հեռախոսը քոնն է, իրանք տենց առանձնապես գլուխ չեն դնում։ Դե պետք է տուփը նկարած ունենաս, նույնիսկ կտրոնը պետք է ունենաս, Հայաստանում էլ նորմալ ռեսելեր չկան, այսօր կա կտրոնը չանցնին, այս որ Կարճ ասած, այս այն վառ օրինակներից է, որ մարդ պետք է իրազեկ լինի, որ գործը սրան չհասնի։ Նենց որ ով լսեց մեզ, ոչ միայն ձեր ականջներին օղարեք, այլ նաև պատմեք ուրիշներին, որպեսզի գործը չհասնի իրանց մոտ այս խարդախության։ Առասարակ իր բնույթով սա ոնց որ ֆիշինգային հարձակում է, չէ՞, դա էլ ֆիշինգայինի տարատեսակ է։ Հա, ֆիշինգը սոցիալական ինժեներիա է, ու երևի մի հատ Արտուր ջան, մի հատ ընդհանուր պատմես ինչ տարածված հիմնական ձևեր կան, էլի։ Մեծ հաշվով մենք շատ ենք տեսնում տրենդերի առումով ֆիշինգային հարձակումներ, ընդ որում ոչ միայն երեխաների, առհասարակ բոլոր ոլորտերում ֆիշինգը երևի դոմինանտ ձևն է։ Ֆիշինգ սոցիալական ինժեներիա այդ մի խումբ որպես դիտարկենք, շատ տեսնում ենք, որ օրինակ երեխաներին խաբում են, օրինակ ինչ-որ մրցույթի մասնակցելու համար Instagram-ով լոգինվեք, կոդն են տանում, քվեարկեք Telegram-ով կոդն են տանում, այս iPhone-ի դեպքում էլ դե iCloud մուտք եղեք, iCloud-ն են տանում, տենց էլ հեռախոսը։ Հետո շրջանառվում է արդեն հարձակման երկրորդ փուլը, երբ որ սկսում են շանտաժանել, ընկերներին գրել, իր ունեցած նկարները հանել, մշակել, վերահրապարակել, նույնիսկ չգիտեմ, տկլոր ինչ-որ AI-ով վերսիաներ սարքել։ Սա երևի ամենատարածվածն է, նաև դեպքեր ենք տեսնում, երբ որ ինչ-որ անհաջող ֆոտոն մի քիչ էլ մշակել, վերաշրջանառել դպրոցական չաթերում եւ այլն, մոտավորապես այսպիսի ինչ-որ ուղղություններ էլ կան։ Հիմնական սրանք են երևի այն ինչ-որ մենք վերջին մի քանի ամսում դիտարկել ենք։ Ու ես երևի անդրադառնամ նրան, թե ոնց անել, որ այս ամեն ինչը չլինի։ Ամենաառաջինը դա ինքնակրթությունն է, մարդ պետքա կապ չունի ինքը անչափահաս է, թե չափահաս է, մենք այս օրվա դրությամբ բոլորս նույն վիճակում ենք, ամենակարևորը կրթվելն է ու մեր կիբերչատի կայքի վրա կարող եք մտնել մանրամասն ինչի մասին ասես կա գրված, օրական մի պարբերություն էլ կարդաք, լավ
կիբեր մկաններ կզարգացնեք ու պաշտպանված կլինեք, բայց ընդհանուր եթե կարճ ասեմ, մի քանի կարևոր կանոն կա հաշիվների պաշտպանության տեսանկյունից գաղտնաբառերը պետք է բոլոր հաշիվների վրա տարբերվեն, ամենտեղ պետք է ակտիվացնել երկփուլային վավերացումը, այն ինչ որ անգլերեն two-factor authentication-ը գրածլնում, հետո անչափահասների երեխեքի դեպքում շատ կարևոր է հաշիվները պահեք փակ, մի դրեք բաց, այսինքն միայն ընկերների համար դրեք, որպեսզի ձեր նկարները, տեսանյութերը չգովանան օգտագործեն ու դրանից նաև բխում է, որ ընկերների քանակն էլ չպետք է լինի 7800 հոգի, այսինքն ընկերների ցանկում պետք է լինեն հենց ընկերները, անծանոթ մարդկանց մեջ մի ներգրավեք ու եթե զգում եք, որ խնդիր է առաջացել, անպայման կապնվեք ինչ-որ մեկի հետ, մի վստահելի մարդու հետ, դա կարող է լինի ձեր ընկերը, բայց ավելի գերադասելի է մեծահասակ լինի, ծնող ուսուցիչ, որովհետև կիսվելով հաստատ դուք ավելի ճիշտ կպատկերացնեք իրավիճակը եւ կստանաք ինչ-որ օգնություն ու նաեւ օգնության ձևերից մեկը դա դիմել մեզ կիբերչատին, այնպես որ մի մոռացեք դրա մասին նույնպես, բայց Արտուր ջան, խնդրեմ նաև պատմես, եթե արդեն դանակը ոսկորին է հասել, ինչ օրինակ ձևեր կան, էլի։ Իրականում երևի սկսենք նայից, որ արժի մեզ դիմել, որտեվ մենք կփորձենք օգնել, ընդ որում կօգնենք անանուն կերպով, դա մեր ու ձեր մեջ կմնա, այսինքն շատ տեղին է օրինակ, եթե երեխայի մասին է խոսքը, ծնողի հետ կիսվեք, ասեք, որ այսպիսի բան կա, բայց եթե չեք ուզում, մենք նաև այդ մասով ձեզ հետ կշփվենք, կփորձենք օգնել։ Շատ կարևոր է փաստեր հավաքելը, որովհետև բազմաթիվ դեպքեր կա, որ ասում են ինչ-որ մի բանը կոտրվել է, այս ինչ Telegram-ում, TikTok-ում դրել է, բայց հետո չեն կարող նույնիսկ հայտնաբերել դա որտեղ է, որպեսզի որակյալ օգնություն ցուցաբերենք։ Այսինքն պահեք փաստերը, screenshot-երը, չգիտեմ, օգտանունները, հղումները պահեք, որպեսզի դրանք կարողանաք մեզ տալ կամ եթե պետք լինի բողոքարկել հարթակում, օրինակ Telegram-ում, այնտեղ կարողանաք համապատասխան տեղում ապացույցներ ներկայացնել եւ ինչ-որ դեպքում մենք կարողանում ենք ձեր անունից դիմել, կապվել պետական մարմինների հետ կամ օգնել դիմումներ ձևակերպել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, կիբերոստիկանություն ձեզ հետ, ձեզ օգնելով եւ այդ քայլի համար նույնպես արժի որ ապացույցներ պահեք, մեզ փորձեք հնարավորինս հակիրճ, բայց կոնկրետ բացատրել ինչումն է խնդրի էությունը եւ մենք անպայման կաշխատենք օգնել։ Օրինակ բերեմ, որպեսզի այտենց վերացական չհնչի, ենթադրենք ձեր նկարները վերցրել են ու Instagram-ում կեղծ պրոֆիլ են սարքել ձեր անունից, ընդ որում այդ կեղծ պրոֆիլը կարող է օգտագործվի օրինակ ձեզ վարկաբեկելու համար, այնտեղ ինչ-որ այլանդակ բաներ գրեն, երկրորդը դա կարող է արվի ինչ-որ գովազդի համար, բացարձակ ձեր հետ կապ չունեցող, այտենց շատ ավելի քիչ վնասակար գործողություն է, բայց էլի անդուր կամ օրինակ ձեր անունից գրեն ձեր ընկերներին, բարեկամներին, դա կարող է լինի ձեզ էլի վարկաբեկելու համար կամ նույնիսկ գումար շորթելու, տենց իբր բարեկամներին ձեր անունից գրում են, ընկել են, ոտս կոտրել եմ, շուտ փող ուղարկի եւ այլն, այսինքն տարբեր բաներ կարող են լինել։ Ինչ անել նման դեպքերում կոնկրետ։ Առաջինը բնականաբար, ինչպես Արտուր ասաց, screenshot-ներ պահեք։ Երկրորդը անցեք բողոքարկման գործընթացով, այն ինչ որ անգլերեն կոչվում է report, այստեղ շատ հաճախ ասում են spam տալ, բայց պետք է շատ ճշգրիտ անել, այսինքն հստակ նշել, որ ձեզ են նմանակում, այնտեղ հատուկ դիմումի ձև կա, այդ ձևը եթե չեք գտնում, մտնում եք կիբերչատ, այնտեղ կոնկրետ մենք մանրամասն տվել ենք, ընդ որում դա ոչ միայն Instagram-ի դեպքում, այլ բոլոր հարթակների դեպքում կա հստակ գրված ոնց բողոքել այն հաշվի դեմ, որը ձեզ նմանակում է, այնտեղ կոնկրետ գործընթաց է։ Նաև խնդրեք ձեր ընկերներին, որպեսզի իրանք էլ report անեն, ինչքան ավելի շատ report լինի, այդքան ավելի լավ, այստեղ փակագծերում նշեմ, միշտ հարցնում են, իսկ քանի report է պետք որ փակվի, ասեմ, որ տենց հստակ թիվ չկա։ Կարող է ծիծիլիոն հատ report անես չփակվի, մեկ-մեկ տենց վատ դեպքեր են լինում, կարող է մեկ հատ անի մարդը ու արագ փակվի, բայց ինչքան շուտ անեք, այդքան ավելի մեծ են շանսերը, որ կփակվի։ Եվ նաև կարևոր է հանրայնացնել, այսինքն զգուշացրեք ձեր ընկերներին,
որ նման բան կա, որպեսզի իրանք իրազեկ լինեն եւ չշփոթեն ձեզ այդ կեղծ օգտատիրոջ հետ։ Շնորհակալություն Սամվել ջան, ինձ թվում է բավական համակողմանի գոնե սկզբի համար խոսեցինք այն մասին, թե ինչ հարձակումներ կան, պաշտպանվելու ինչ ձևեր կան, դե համ էլ քաջալերեցինք, ասում ենք եկեք դիմեք, կօգնենք էլի ախպեր, ինչ եք տանջվում մենակ։ Ահա, բացի դրանից ասեմ, որ կարող եք նույնիսկ չդիմել, շատ դեպքեր կան, որ ինքնաբուժօգնությունն էլ է աշխատում շատ արագ։ Դրա համար մենք որ մտնեք կիբերչատիկայք կտեսնեք, որ այնտեղ կոնկրետ դեպքը կա, դեպքերը նշանակված են, դուք կտածնում եք, բացվում է վահանակը, ընտրում եք այն հարթակը, որտեղ ձեր դեմ հարձակումը եղել է, Snapchat-ն է, TikTok-ն է, եւ այնտեղ կոնկրետ գրած է ինչ կարող եք անել։ Այդ առաջին քայլերը անեք, երևի մի 70% դեպքերում դուք ինքնուրույն հարցը արագ կլուծեք, բայց եթե տեսակ չի ստացվում, մեզ դիմեք։ Իդեպ ասեմ, որ ոչ միայն երեխաները կարող են դիմել, այլ նաև ծնողները եւ ուսուցիչները, որտեղ իրենք են հաճախ հենց ականատես լինում եւ առաջին օգնությունը փորձում ցույց տալ, դուք ձեր երեխայի հետ շփվեք, մի դատապարտեք կարևորը, երկրորդ պահեք սկրինշոթեր, ինքներդ փորձեք հարթակների report անելու կամ ինչպես Սամներ ասում, spam տալու այդ ֆունկցիայից օգտվել, իսկ եթե չի ստացվում, ամեն դեպքում հիշեք, որ կարող եք միշտ նաև դիմել մեզ chat@cyberhub.am հասցեով եւ մենք էլ կմիանանք այդ գործին կփորձենք ամեն ինչով ձեզ աջակցել։